Բարև ձեզ, իմ զրուցակիցը բժիշկ մաշկաբան, կոսմետոլոգ, Մալետի կլինիկայի տնօրեն Աննա Գասպարյանն է։ Բարև ձեզ, Աննա։ Բարև ձեզ, Արինե։ Ձեր մասնագիտության պահանջարկը օրեցօր մեծանում է, քանի որ հնարավորինս երկար երիտասարդ մնալու, թերությունները շտկելու եւ հնարավորություններն են մեծացել, եւ պահանջարկը կանայք եւ աղջիկները ուզում են ամեն ինչ անել, ինչ հնարավոր է։ Եվ երբեմն մենք դեպքերի ենք հանդիպում, երբ ծայրահեղությունների մեջ են ընկնում, այսօր փորձելու ենք հասկանալ ինչպես գրագետ մոտենալ այդ հարցին, նախ սկսենք ամենապահանջված պրոցեդուրաներից, ամենաշատը ինչի համար են ձեզ դիմում։ Կլիշե, այսպես ասեմ, տարածված կա, որ ամենաշատը կոսմետոլոգի մոտ գնում են բոտոքսի եւ ֆիլերի համար։ Իմ պացիենտների խումբը, այսպես ասած, հակառակը շատ դժվար են գալիս որոշման, որ կատարեն ֆիլերի ներարկում կամ բոտուլինոտոքսինի ներարկում, երբեմն նույնիսկ եթե իրենց անհրաժեշտ է դա, ես ոչ մի դեպքում այս պրոցեդուրաները չի ուզենա ասել, որ ժամանակավրեպ են, այլևս ակտուալ չեն, ինչ կա ապարատային կոսմետոլոգիան, բայց մեր կլինիկան, քանի որ եւ սարքավորումներով է հագեցած եւ այլ ավելի խորը խնամքային պրոցեդուրաներով, խոնավացնող ներարկումներն են, մաշկի գույնի հետ աշխատող պրոցեդուրաներն են, մեր այցելուները չեն ցանկանում կորցնել իրենց դիմագիծը, չեն ցանկանում շատ կտրուկ փոփոխություն, վատ առումով նկատի ունեմ, բայց ցանկանում են լինել իրենց ավելի խնամված տարբերակը, ավելի ինքնավստահ զգան, ինչքան էլ որ հասկանում ենք, որ խորքային զգացմունքների հետ, սիրո եւ այլն միշտ չի որ արտաքինը կապված է եւ հիմնականում կապված չի, բայց միևնույն է, բոլորս էլ ցանկանում ենք թեկուզ մեր զույգի համար, թեկուզ այլ մարդկանց համար եւ մեզ համար լինենք ավելի գրավիչ, ավելի խնամված։ Ինչպես ես հասկանում եմ, ընդհանուր առմամբ միտումը գնում է ավելի շատ ապարատային պրոցեդուրաներով, ինչ որ բաներ շտկելու, քան ֆիլերներով եւ բոտոքսով։ Կախված է պացիենտի տեսակից, կախված է ինչ է ցանկանում նախ պացիենտը, ինչի համար է այդ ծանոթության խորհրդատվությունը, այսինքն այն խորհրդատվությունը, երբ պացիենտը ծանոթանում է իր բժշկի հետ, բժիշկը ծանոթանում է պացիենտի հետ, քանի որ շատ բայցեր կան, շատ եթեներ կան, հա։ Նախ մենք հավաքում ենք պացիենտի անամնեզը, հասկանում ենք ինչ հակացություններ ունի։ Օրինակ, գուցե պացիենտը հակացություն ունի հենց ապարատային պրոցեդուրաների, գուցե ունի որևէ մեծ մետաղական իմպլանտ, ծնկի իմպլանտ կամ ողնաշարի իմպլանտ, դրանց մասին է խոսքը, ատամների մասին չի։ Գուցե ունի հակացություն ներարկումային պրոցեդուրաների համար, հա, դա մանրակրկիտ անամնեզի միջոցով հասկանում ենք։ Այո, հիմա միտված ենք ավելի շատ ապարատային պրոցեդուրաներ կատարելու, բայց երբեմն նույնիսկ ինչ որ դժվարության առաջ են կանգնում տրենդի պատճառով, որովհետև երբեմն կան պացիենտներ, որոնց միայն ապարատայինով դու չես կարող ստանալ այն արդյունքը, որը հենց պացիենտն է ցանկանում։ Դժվարանում ենք մեկ-մեկ պացիենտին բացատրել, որ քեզ պետք է միգուցե եւ նա կամ հենց ներարկումն է քեզ պետք, բայց իհարկե հիմա ինչ ապարատները արդեն կան եւ զարգանում են գնալով, շատ բաների, շատ ներարկումների փոխարինում են։ Աննա, ինչպես ես հասկանում եմ, հիմա շատ անում են RF lifting, SMAS lifting, CO2, ինչպես է կոչվում, լազերային հղկումը, ռուսերեն ասում են շլիֆովկա, ըստ դեմքի է որոշվում, թե պացիենտի նախասիրության է որոշվում եւ որոնք են ապարատային պրոցեդուրաների ամենամեծ ռիսկերը։ Կրկնեմ, որ շատ կարևոր է մանրակրկիտ անամնեզի հավաքումը, հա, երբեմն պացիենտները նույն սոցիալական հարթակներով եւ այլն դիմում են, ասում են, ես ցանկանում եմ այս արդյունքը, սա ինձ լավ կլինի, լավ չի լինի, այդպես ասել ոչ պրոֆեսիոնալ է, ճիշտ հասկացեք, հարգելի այցելուներ, պացիենտներ, ոչ թե բժիշկը կամ կլինիկան զլանում է ասել կամ ոչ թե երբ որ դուք գաք կլինիկա, մենք ձեզ բռնելու ենք, կապենք եւ այդ պրոցեդուրան ստիպված կատարելու եք, այդպես չի։ Հարցը նրանում է, որ շատ մանրակրկիտ եւ շատ խորացված ենք մոտենում հարցին եւ հակացություններ կարող են լինել, ինչպես աուտոիմուն հիվանդությունները, որոնք կարող է պացիենտը գլխի չընկնի, որ ունի, հա, ինչ որ հարցերի միջոցով հասկանանք։ Հղիությունը, կերակրումը, շատ տեսնում եմ, որ կերակրող մայրերին կատարում են ինչ-ինչ պրոցեդուրաներ, որոնք խստիվ հակացուցված են։ Ընդհանրապես ոչինչ չի կարելի անել կերակրող մայրերին։ Կան որոշ ապարատային պրոցեդուրաներ, օրինակ մեր կլինիկայում դա ինզիբաթերապիան է, որը ունի 36-ից ավել ռեժիմ, կարելի է աշխատել եւ հղիազոլերի հետ եւ լիֆտինգ էֆեկտ ապահովել, տարբեր ըստ պացիենտի կարիքի մենք որոշում ենք, օրինակ դա կարելի է կատարել։ Կարելի է որոշ տեսակի խնամքներ կատարել, որոնք ռետինոլ չեն պարունակում եւ այլ վնասակար նյութեր երեխայի համար վնասակար, ոչ թե մոր, կամ իր հորմոնալ ֆոնի համար։ Խորը պիլինգներ չի կարելի կատարել, որ հաճախ կատարում են, ասում են դե ներարկում չի, կարող ենք կատարել։ Լազերային մազահեռացում չի կարելի կատարել, որ էլի կատարում են շատ հաճախ, բայց նախ արդյունավետ չի հորմոնալ ֆոնի փոփոխության պատճառով։ Երկրորդը երբեք չգիտես ինչ
ինչ կլինի այդպես փոփոխված կերակրող մոր օրգանիզմի հետ։ Հա ավելի լավ է մի քանի ամիս համբերել եւ հետո նոր կատարել։ Հա, եթե հակացություններից հիմա դուրս գանք, նաև շատ կարծիքների եմ հանդիպում, որ այդ ապարատային պրոցեդուրաները վնասում են մաշկի խորը շերտերը եւ կարող է այդ պահին կարճաժամկետ էֆեկտ տեսնել, բայց հետո ավելի վատ լինել։ Ինչ որ առումով համաձայն եմ, եթե ճիշտ չի ընտրվում նախ պացիենտը այդ պրոցեդուրայի համար։ Ճիշտ ընտրել պացիենտին ինչ է նշանակում՝ տարիք, խնդիր, անատոմիա եւ օրգանիզմի առանձնահատկությունները հաշվի ենք առնում, հա։ Օրինակ լիֆտինգ պրոցեդուրաների համար ապարատային, օրինակ հենց սմաս լիֆտինգը եւ մորֆյուսութը ամենահայտնի RF լիֆտինգի տեսակներից մեկը, ավելի հաճախ մենք կիրառում ենք այտուցային դեմքերի համար, հա, այսինքն ովքեր ունենում են իջեցումներ, ովքեր ունեն ավելի վառ արտահայտված քիչ ֆրթունքային ծալք, հենց ծանր այտերի պատճառով եւ այլն, հա, չենք կիրառում հատկապես հզոր ռեժիմներով շատ ոսկրային դեմքերի պարագայում։ Այս դեպքում չենք վնասում, բայց եւ բժիշկը ավելի կլորիկ Այո, եւ բժիշկը պետք է բարեխիղճ լինի, հա, հասկանա, որ այս պացիենտը երկար ճանապարհ չունի այս ապարատային պրոցեդուրայի հետ եւ առաջարկի մեկ այլ տարբերակ, հա, որը հենց իր համար է հարմար։ Դրա համար ես միշտ առաջարկում եմ այդ ծանոթության կոնսուլտացիան անել, գոնե ինտուիտիվ, գոնե վարած կոնսուլտացիայից հասկանալ, որ պացիենտը բժիշկ չի կարող 100% վստահ լինել գրագետեն իր հետ վարվում թե ոչ, բայց գոնե որոշ քանակով, որոշ չափով հասկանում է այս մասնագետը ինդիվիդուալ է հարցին մոտենում թե ոչ։ Կարևոր հարցի եկանք ամեն դեպքում շատ դժվար է դա հասկանալ։ Մարդիկ նայում են Instagram-ում շատ հետևորդներ ունեցող եւ այստեղ ձեր մասնագիտության մեջ հատկապես PR-ը շատ կարևոր դեր ունի։ Հաստատ։ Եվ մի քիչ ավելի գրագետ հայացքով ես նայում, հասկանում ես, որ PR-ն էլ կախված է նրանից, թե մարդը ինչքան է ժամանակ հատկացնում դրան եւ շատ հաճախ շատ լավ մասնագետներ հնարավոր է որ պարզապես ժամանակ չունենան ամեն օր Instagram-ում story-ներ անել, խաղարկային բաներ կազմակերպել, որովհետեւ դա ժամանակատար է։ Բայց պացիենտներ կողմնորոշվելուց նայում է, ասում է, այս էջը շատ հետևորդներ ունի, հավանաբար գոհ մարդիկ շատ են։ Բայց գուցե պարզապես այդ մարդը կարողանում է ամեն օր ժամանակ հատկացնել, իր էջը գրագետ վարել, այս դեպքում ինչպես կողմնորոշվել, որ չսխալվեր։ Ինքս եղել եմ այդ մասնագետի դերում, ով ժամանակ չի ունեցել եւ նույնիսկ գտել եմ, որ ոնց կարող է լուրջ մասնագետը բարի իր սոցիալական ցանցերը դա հնարավոր չէ։ Դա հնարավոր է, եթե ունենաս թիմ, որը քեզ կօգնի այդ հարցում, որովհետև ինչու ոչ լավ մասնագետների պարտականության մեջ գտնում եմ նաև մտնում եմ մարդկանց ուղղորդել դեպի իրենց, հա, զգուշացնել, որ պետք չի գնալ օրինակ ոչ բժշկական կրթությամբ կամ ոչ լիցենզավորված տեղերում աշխատելու, իսկ դա ինչպես կարող ենք մենք անել միայն կրթելով մեր աուդիտորիային։ Այսինքն դա էլ հիմա բոլորիս աշխատանքի, բոլոր բնակավարներում անբաժան մասն է։ Եթե ֆիզիկապես չի հասցնում մասնագետը կարող է ունենալ թիմ մարդիկ, ում հետ աշխատում է, ովքեր օգնում են տալ աուդիտորիա այն ինչ որ ցանկանում է արտահայտել հենց մասնագետը, ինչ որ ցանկանում է ուսուցանել ինչ որ առումով մասնագետը։ Հետո ես հասկացա, որ միևնույն է, ինչքան էլ որ PR-ը կարևոր է, բժշկի համար ամենակարևոր բան դա հեղինակությունն է, միանշանակ։ Մենք փոքր քանակի ազգաբնակչություն ունենք, որոնցից մի մասը ծերեր են չեն օգտվում, մի մասը հակացում ունեն, երեխաներ են եւ այլն, հա, եւ այդ քիչ ազգաբնակչության մեջ միայն PR-ով հեռու չես գնա եւ միանշանակ եւ նա ունի իր տեղը եւ ունի հեղինակությունը եւ մշտապես պետք է մտածես, որ մեկ դժգոհ պացիենտը թեկուզ բիզնես տեսակետից նայենք, դա 100 չեկած պացիենտ է, մեկ գոհը ընդամենը 10 եկած պացիենտ է, դրա համար ինձ թվում է գոլեգաներս կհամաձայնեն, որ շատ կարեւոր է հեղինակությունը։ Այստեղ նաեւ կարեւոր նշանակություն ունի բժշկի էսթետիկ ընկալումները։ Գուցե կան մարդիկ, ովքեր այսպես կողմնորոշված գալիս են եւ ասում են ես սա եմ ուզում, բայց կան դեպքեր, երբ գալիս են նաեւ ակնկալելով խորհրդատվություն, ինձ օրինակ ինչ ճիշտ կլինի, այդ էսթետիկ ընկալումները սովորում են, թե դա կամ մարդը ունի կամ չունի։ Ինչ եմ նկատել, որ տիպով, հա, պացիենտները շատ հաճախ ունենում են իմ պացիենտները ունենում են հենց ինչու՞մ է նաև այդ սոցհարթակը օգնում, հա, թեկուզ քո էջի տեսակից, քո խոսքի ձևից, հա, եւ այլն, հիմնականում մենք հենց հանդիպում ենք այն պացիենտին, որը որ ունի նույն, այսպես ասած, ճաշակային դրսևորումները քո հետ։ Երբեմն իհարկե լինում է խորհրդով են գալիս եւ այլն, տարբեր ենք լինում բնույթով, բայց շատ կարեւորը հարցերը, այ էլի անդրադառնամ այդ խորհրդատվության
խորհրդատվությանը, հա, խորհրդատվության ժամանակ նաև ճանաչում ենք պացիենտին, հա, օրինակ կարող է X պացիենտների, որը ես չեմ գտնում, որ լիֆտինգի կարիք ունի, բացատրեմ մի քանի անգամ եւ այլն, բայց նա պնդում է եւ իրեն չվնասելու մեթոդ առաջարկեմ, որ իր ցանկացած արդյունքը ստանա ինքը։ Իհարկե պիտի հաշվի առնենք պացիենտի ցանկությունը, հա, գուցե իրեն խանգարում է այս խալը, ես ցանկանում եմ շտկել այս կնճիռը, հա, նա բավարարված չի գնա ինձ մոտից, բայց եթե հարցը գալիս է նրան, որ արդեն վնասում է իր ցանկությունը, իրեն միանշանակ մերժում ենք։ Որ դեպքերում է այդպես։ Ինչ են ուզում, որ մերժում եք։ Օրինակ, ամենատարածված, հա, շուրթերի ֆիլերին անդրադառնանք։ Կարող է գալ բարակ շատ շուրթերով աղջիկ, հա, տեսած լինել Photoshop-էր, տեսած լինել before after արդյունքներ այլ մասնագետների մոտ, որոնք չեն նշել օրինակ, որ սա մի քանի այցով ենք ստացել, կամ տեսած լինի նկարներ, որտեղ չի երևում բարդությունը, չի երևում, որ օրինակ միգրացված է այդ ֆիլերը կամ ներսից ինչ որ գնդիկ կա առաջացած եւ պահանջի ցանկանա, որ մեկ այցով ստանա հենց նույն արդյունքը։ Մեկ այցի ընթացքում որքանից ավել չի կարելի։ Կախված է շուրթից, կախված է պացիենտից, փամփլիկ ավելի մեծ շուրթերի պարագայում կարող ենք եւ 1 եւ 2 միլիլիտր կատարել, հա, շատ բարակ շուրթերի դեպքում իհարկե 0.5-ից պետք է սկսենք, իդեպ ասեմ, որ չենք կիսում ներարկիչները, դա հորդորում եմ եւ իմ հարգելի գոլեգաներին եւ պացիենտներին երբեք կիսատ ներարկիչներով մի արեք պրոցեդուրան 0.1, 0.2, 0.3, ինչի ճիշտ չէ, հա։ Իհարկե, եթե պացիենտին պետք է 0.3, մենք բացում ենք ստերիլ ներարկիչը եւ ներարկենք 0.3 միլիլիտր ֆիլեր, եթե անհրաժեշտ է իր ուզած արդյունքը ստանալու կամ մեր համատեղ որոշած արդյունքը ստանալու համար։ Բայց օրինակ, եթե եկավ իմ մոտ մի պացիենտ, ես բացեցի, իրանից 0.3-ը ներարկեցի, պահեցի այն 0.7-ը, թեկուզ ստերիլ ներարկիչով, թեկուզ լցրեցի այլ ներարկիչի մեջ եւ կատարեցի պրոցեդուրան։ Արդյոք ճիշտ է, որ արդեն ոչ ստերիլ պայմաններում, այսինքն այլ ներարկիչի մեջ, ոչ իր մայր ներարկիչի մեջ այն ֆիլերը մնա սառնարանում։ Արդյոք ճիշտ է գտնում պացիենտը, որ ինքը չգիտի որքան ժամանակ առաջ է բացվել այդ ֆիլերը, չէ՞ որ բակտերիաներ են կուտակվում մակերեսին։ Արդյոք ցանկանում է որևէ մեկը, որ իրեն ոչ այդ պրոֆեսիոնալ ներարկիչով, հատուկ ներարկիչներ են այդ ներարկել ներարկիչը, կատարելը պրոցեդուրան կատարենք սովորական ինսուլինային ներարկիչով, չեմ կարծում, որ Հնա, ինչպես ես հասկանում եմ, պացիենտը երբ որ գալիս է, իրան պետքա ցույց տալ ժամկետը, շտրիխ կոդել են, չէ՞, ցույց տալիս, կարծեմ, որ անպայման տրամադրում ենք, ոչ թե միայն ցույց ենք տալիս, իր աչքի առաջ չբացում ենք ֆիլերը, տեսնում է, որ հերմետիկ փակ է, բացում ենք եւ փակցնում ենք իր, մենք տալիս ենք ցուցման թերթիկ, հա, ինչպես պացիենտը հստակ իրեն խնամի մոտակա օրերը պրոցեդուրայից հետո, որպեսզի բարդությունների առաջ չկանգնի, այդտեղ պարտադիր կծվում է։ Պարտադիր կծվում է իր անկետայի մեջ, թե ինչ պրոցեդուրա է կատարվել եւ այդտեղ եւ կարող է ինքը ժամկետին ծանոթանալ եւ նյութը մշտապես իմանալ եւ նույնիսկ ստուգել, թե արդյոք օրիգինալ պրեպարատով է կատարվել իր պրոցեդուրան, այդպիսի կայքեր կան, որտեղ կարող ես հավաքել եւ ստուգել։ Իսկ երբ որ արդեն ներարկիչը բացված է եւ ձեզ կատարում են պրոցեդուրան, օրինակ ինսուլինային ասեղով, հա, որ կատարվում է։ Իհարկե կարող է այդ թղթիկը փակցված լինել այդ ինսուլինային ներարկչի վրա, բայց դուք ինչ գիտեք, դա որտեղից է դուրս եկել, հա, իսկ այնպես դուք տեսնում եք։ Ինչ պիտի այդ պահին պահանջի պացիենտը։ Ինչ պիտի տեսնի, որ հասկանա, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Իմ նշածը, երբ որ 0.2, 0.1 միլիներով, հա, կիսում են ներարկիչներով պահում են սառնարանում, թեկուզ օրիգինալ ֆիլերը, բան չունեմ ասելու, թեկուզ պահելով ստերիլությունը։ Բայց դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ, քանի որ նախ տուժում է ֆիլերի որակը, ավելի կարճ է տևում էֆեկտը։ Երկրորդը արդեն ներարկումը որակապես չի կարող հավասար լինել հենց իր մայր ներարկիչով կատարած ներարկմանը, հա։ Դա եւ իմ եւ շատ արդեն միջազգային ոլորտի մասնագետների կարծիքն է եւ ստատիստիկա է, որ ցանկալի է կատարել ստերիլ ներարկիչով։ Ֆիլերի հնարավոր բարդությունները որոնք են։ Հիմա տարբեր վարկածներ կան, ուսումնասիրություններ կան, որոնք ասում են, որ ամեն դեպքում ֆիլերը վերջնական չի ներծծվում, եւ այստեղ նաեւ մաշկի առանձնահատկություններ կան դեպքեր, որ չի ներծծվում, կան դեպքեր, որ տարածվում է միգրացիա ասվածը։ Այո, այ միգրացիան է հենց այն առաջին բարդությունը, որը առաջանում է, երբ որ մենք չափնացնում ենք բարակ շուրթների հետ առաջին այցելությանը, այսինքն տեղափոխվում է այլ հատված ֆիլերը, որտեղ որ մենք չէինք ցանկանում, որ դա գտնվի օրինակ վերին շուրթի սահմանից դուրս է գալիս դեպի քիթ, եւ իհարկե բարդություններից են տարածված հյուսվածքի նեկրոզը, երբ որ սխալ ձևով է ներարկվում անոթի
անոթի մեջ է ընկնում ֆիլերը, հա, այս պարագան մեռուկացում, այսպես ասած, հյուսվածքի, բայց եթե ժամանակին մասնակետը կվալիֆիկացված մասնագետ է, ժամանակին նկատի, դա հնարավոր է հետ վերականգնել։ Բարդությունից, գնդիկների անհավասարությունների ձևավորումն է, միգրացիան արդեն նշեցինք, ալերգիկ ռեակցիաներ ավելի հազվադեպ են դիտվում, հատկապես եթե գիտոկային չպարունակող ֆիլերներ են օգտագործում։ Դրա համար հորդորս այն է, որ օգտվեք բարձրորակ ֆիլերներից, դեռ որ եվրոպական արտադրության ֆիլերներն են, որ ավելի որակապես բարձր են, միանշանակ ոչ հարավկորեական կամ չինական, գուցե գա ժամանակ, որ դրանք անցնեն առաջ, բայց դեռ որ մինիմալ բարդություններ եվրոպական արտադրության ֆիլերներից ենք ստանում, եւ դրանք հնարավոր է հեռացնել հիալուրոնիդազայի միջոցով, իսկ անորակ ֆիլերները, դա սիլիկոններ պարունակող ֆիլերներն են, մի քանի անգամ ներարկելիս նույնիսկ կարող են չհեռանալ եւ մենք բարդության տակից շատ դժվար դուրս գանք։ Դեմքի որ հատվածներում է կարելի անել ֆիլեր, որ հատվածներում չի կարելի եւ որ դեպքերում է որ ցանկալի չէ, կարելի է, բայց ցանկալի չէ։ Անդրադառնանք մեր ազգաբնակչության մեջ շատ տարածված խնդրի եւ թեմայի, հա, բոլորս էլ գիտենք, որ մեր հայկական քիտիկները ցանկանում են հաճախ շտկել։ Մեծ խնդրանք ունեմ, թողեք քթի գործը վիրաբույժներին, քանի որ քթի անոթայնությունը բավական բարդ եւ յուրօրինակ է եւ մենք ունենք այստեղ անոթներ, որոնք կապված են մեր ակնահատակը անոթավորող անոթների հետ եւ օրինակ, եթե մենք ասեղով կատարում ենք ներարկում, ասեղով էլ եմ կրկնում քթի հատվածում, որպեսզի սապատը շտկենք ֆիլերի միջոցով, հա, կամ ծայրը շտկենք, մենք կարող ենք ֆիլերը ունենալ անոթի մեջ, դա մի վայրկյանի գործը ընդամենը, հա, նույնիսկ ասպիրացիայով, շատ գոլեգաներ կասեն, ես ասպիրացիայում անում, այսինքն հետ եմ քաշում ներարկիչը, որ տեսնեմ արուն չեկավ, անոթի մեջ եմ թե ոչ, բայց հավատացեք, սա այն բարդությունն է, մշտական կուրություն։ 400 դեպքից քիչ է գրանցվել նման դեպք։ Բայց գրանցվել է, իսկ ով է ասել, որ մենք չենք լինելու, օրինակ 351-րդը, հա, ով է ասել։ Հիմա շատ պրոպագանդվում է նաև ուլտրաձայնային հսկողության տակ քթի ներարկումները, որպեսզի անոթի մեջ չընկնեն։ Միանշանակ ողջունելի է, շատ բարձրորակ է դառնում ծառայությունը, մենք նույնպես ունենք դա, բայց միևնույն է, այս հատվածի ֆիլեր ներարկումից ես հրաժարվում եմ, քանի որ մի միլիմետրի տատանումը ձեռքի, իսկ մենք ոչ ոքս ռոբոտ չենք, հա, կարող ենք տատանվել, ոչ ոք չունի 100%-ով վստահություն, մի միլիմետրի տատանումը նույնիսկ կարող է բերել նաև, որ ֆիլերը հայտնվի անոթի մեջ։ Իսկ աչքերի տակ որ անում են։ Աչքերի տակ, գիտեք, վտանգավոր չի, եթե։ Իսկ դա ինչ խնդիր է լուծում, որ աչքերի տակ։ Հիմնականում կատարում են, երբ որ փոսություն կա կամ շատ թույլ արտահայտված պարկեր կան եւ անհրաժեշտ է կոծկել։ Աչքերի տակ նույնպես նախընտրելի է կատարել անվտանգ մեթոդներով։ Հատվածներ կան, որ կա մեթոդը ճիշտ, եթե ընտրես, անվտանգ է կատարել։ Օրինակ քթի շրջանում էլ, եթե կատարես ոչ թե ասեղի, այլ բութ ծայրով ասեղի կանյուլայի միջոցով, այդքան վտանգավոր չէ, այստեղ էլ բայց նեկրոզի վտանգն է գալիս, որը էլի եմ ասում, կարելի է հետ բերել, այդ առումով երբեմն ընդունելի է, որ կատարում են։ Ինչ վերաբերում է աչքի տակին, տիրապետում եմ, կատարել եմ, բայց փորձը ցույց է տվել, որ որոշ ժամանակ հետո հենց աչքի տակի հատվածից, նույնիսկ անվտանգ ձևով, գեղեցիկ ձևով կատարելու դեպքում չի ներծծվում ֆիլերը։ Ժամանակ հետո, երբ որ մկանը թուլանում է ակնագնդի տարիքի հետ բոլորինս է թուլանում, այդ ֆիլերը այսպես պարկի պես դուրս է գալիս եւ կարիք է լինում հեռացնելու։ Չեմ ասի, որ շատ բարդ պրոցեդուրա է, բայց սովորաբար այդ այտուցները անհանգստացնում են պացիենտին։ Էլի խորհուրդս այն է, որ աչքերի տակի հատվածում պացիենտները կատարեն կամ բիոռևիտալիզացիաներ, կամ մեզոթերապիաներ, ապարատային մեթոդներ, ամրացնեն մաշկը, X տարիքում էլ, երբ որ դա այլևս չի օգնում, չի նպաստում, դիմեն բլեֆարոպլաստիկայի։ Հնարավորինս քիչ ռիսկային է համարվում այտոսկրերի ներարկումը ֆիլերների։ Եթե կատարվում է բութ ներարկիչի միջոցով, հա, այսինքն կանյուլայի միջոցով, ճիշտ շերտում կատարելու դեպքում, այո, այտոսկրերի ներարկումը անվտանգ է ավելի։ Բայց այստեղ էլ ունենք անոթ, եթե ասեղի միջոցով պացիենտին կատարենք առանց ասպիրացիայի, առանց որևէ զգուշություն, անատոմիա հաշվի առնելու, այո, էլի կարող ենք ունենալ ինչ-ինչ նեկրոզի ձևով բարդություններ, դրա համար մեթոդը նույնպես կարևոր է։ Պիտի պացիենտը տեսնի, որ բժիշկը անդադ վերապատրաստվում է, դա շատ կարևոր է, որովհետև այդ բոլոր մեթոդները սովորում ենք վերապատրաստումների ընթացքում։ Եվ քիչ շրթունքային ծալքերներ, ինչպես հասկանում եմ, հիմա եւս շատ չի խրախուսվում ֆիլեր անել, ավելի շատ ապարատային պրոցեդուրաներով փորձում են այսպես շտկել։ Իմ մոտեցումը որն է դրան, կատարում ենք ապարատային պրոցեդուրաներ, իհարկե բավական բարելավում է, բայց կան պացիենտներ, որոնք
այս ռոպագանդան նույնիսկ ապարատայիններ մի տեսակետից է վատ է, որովհետև կան պացիենտներ, որոնց իրոք անհրաժեշտ է ի վերջո գուցե քիչ քանակությամբ ապարատներից հետո կատարել ֆիլեր, որովհետև շատ է օրինակ փոսությունը եւ այլն, հա, հենց իրեն անհրաժեշտ է, բայց խուսափում են պացիենտները, չեն համաձայնում։ Միանգամից անել ֆիլեր հատկապես այտուցային դեմքերին խորհուրդ չեմ տա միանշանակ, հա, եթե հնարավորություն կա թեթևացնել, մեղմել եւ ընդհանրապես օրինակ մի ներարկիչ օգտագործել երկուսի փոխարեն կարելի է։ Նորաձևության փուլեր կան, չէ, երբ նորաձևը այսպիսի դիմագիծը հետո նորաձևությունը փոխվում է։ Հիմա ես շատ տեսնում եմ այսպես արհեստական երկարացրած դունչեր։ Իհարկե կան դեմքեր, որոնց միգուցե այդ շտկումը անհրաժեշտ է, բայց տեսնում ես առանցել են դեմքը երկար դեմք է եւ լրացուցիչ մի հատ էլ այստեղ բժիշկն է թերացել, թե այդ մարդու էսթետիկ ընկալումներն են կաղում։ Ես երևի շատ հազվադեպ եմ ունենում, ինչ որ իրեն չսազող մի բան ցանկացող պացիենտ։ Իրենք միշտ լսում են բժշկին եւ միասին ինչ որ կոմպրոմիսի ենք գալիս, բայց այդ դնչային այդ հատվածի մասով են, որ առանձին կյանքով ապրում է այդ դունչը, լրիվ ինքը շարժվում է, առանձին քնում է, զարթնում է եւ այլն, հաճախ եւ սխալ շերտում են կատարում ներարկում, որ այդքան ակնհայտ է լինում։ Ասեմ, որ այո, մեր հայ ազգաբնակչության մեջ շատ հաճախ անատոմիան այնպիսին է, որ այդ դնչային հատվածը կանանց մոտ փոքրիկ է լինում, նուրբ է լինում, հա, X տարիքում դա գեղեցիկ է շատ, բայց երբ որ մեծանում ենք, դեմքը իջնում է եւ ճունենք հենարան, այսպես ասած, կզակի ձևով, որը շատ օգնում է օրինակ ֆիներին, հա, այդ ավելի ցուրտ երկրների բնակիչներին ավելի ուշ կորցնել դեմքի ուվալը։ Երբեմն անհրաժեշտ է, այո, պրոպորցիան պահպանելու համար դեմքի, բայց մեկ-մեկ իրոք չափն ասում են, չգիտեմ, ինձ թվում է ամեն դեպքում էլի եմ ասում, բժիշկ պացիենտ այդ կապը, հա, շատ կարևոր է։ Հիմնականում երբ որ դուք տեսնեք պրոցեդուրան կատարող մասնագետին, սովորաբար ճաշակային կամ տեսքային առումով, նույնիսկ տեսքային պացիենտներն ու բժիշկը նման են լինում ոճային առումով, հա։ Դրա համար էլի եմ ասում, որ պետքա ծանոթանալ նախ բժշկի հետ։ Շուրթերի մասին էլ նկատում եմ, որ ամեն դեպքում այդ շատ այտուցված շուրթերի այդ թրենդը արդեն նահանջում է եւ դա գովելի է, եթե անգամ արվում է, փորձ է արվում այնպես անել, որ շատ ակնառու չլինի եւ հիմա կան տեխնիկաներ, որ այսպես շատ այտուցված էֆեկտով չլինի։ Համաձայն եմ, իմ պացիենտների մեծամասնությունը, ովքեր շուրթերի ներարկում են կատարում են ոչ թե մեծ ծավալ ավելի ունենալու համար, շատ հաճախ հենց տարիքային փոփոխությունները կանխելու կամ նույնիսկ ժամանակը հետ տանելու համար, չէ՞ որ շուրթերն մեր օրգանիզմի մի մասն են, հա, իրենք էլ ծերանում են, կորցնում են իրենց գեղեցիկ ձևը, իրենց ուրվագծերը, հա, եւ պացիենտները մեծամասնությունը, ում ես անում եմ շուրթերի ներարկում, հիմնականում 40 տարեկանից հետո, 50 տարեկանից հետո ուղղակի իրենց բնական շուրթն են ուզում, որը ունեցել են 30-ում կամ 20-ում, եւ ոչ մի աննորմալ փոփոխության չեն ձգտում։ Երբեմն իհարկե լինում են նաեւ երիտասարդ աղջիկներ, որոնք իրոք կարիք ունեն, հա, մի փոքր, երբ որ շուրթի ծավալը մեծանում է, շատ կանացի անում է տեսքը, բայց մի փոքր։ Մի շրջան շատ նորաձև էր, հիմա չգիտեմ, այսպես ձգում էին աչքերը դեպի վերև, դա վիրահատական միջամտություն է, թե նաև ներարկումային միջամտություններով է դա արվում։ Աղվեսի աչքեր։ Այո, աղվեսի fox eyes, աղվեսի աչքեր։ Շատ հաճախ պացիենտները մոտենում են այդ հարցումով, հա, որովհետև բոլորս էլ, ինչպես գիտենք, բաց հայացքը, այս անկյունը, երբ որ հոնք եւ աչք մեծ է, դա ավելի կանացի դիմագծին է բնորոշ։ Հետևաբար ավելի կանացի տեսք ենք ստանում մենք, երբ որ մեծ է այդ հատվածը, էլի մեր կովկասյան գանգաձևից ելներով հիմնական մեր աչքերը խորն են եւ հոնքերի դիրքը ավելի ցածր է, քան օրինակ այլ ազգերի մոտ գուցե։ Դրա համար մենք շատ ձգտում ենք այդ պրոցեդուրը, ինչու ոչ գեղեցկացնում է։ Բոտուլինաթերապիայի միջոցով են ցանկանում կատարել պացիենտները, այո, կան անատոմիայի ձևեր, երբ որ շատ գեղեցիկ ստացվում է մի քանի ամսով չափի մեջ մի փոքր բացել հայացքը, բայց այդ աննորմալ ձգումները, երբ որ աչքը լրիվ տեղաշարժվում է, հոնքի ծայրը հայտնվում է մի քանի սանտիմետր վերև, հնարավոր չէ կատարել ներարկումային միջոցներով, հա, բոտոքսի միջոցով, դա սահմանափակ հնարավորություն է մեզ տալիս։ Հնարավոր է կատարել վիրաբուժության միջոցով, բայց այդ աշճանի փոփոխությունները ինձ թվում է ոչ մի նորմալ վիրաբույժ չի կատարի, կկատարեն թեթև, հա, կբացեն շատ մեղմ, գեղեցիկ եւ թելերի միջոցով են շատ ուզում կատարել, այդ թելերի միջոցով հաճախ բարդություններ էլ է լինում, երբեմն ստացվում է գեղեցիկ։ Բոտեքսի հետ կապված էլ այդ պրոցեդուրան դե բոտեքս չի, չէ՞, կոչվում, ընդունված է անվանել բոտեքս, ամեն ինչը բոտեքս, բայց դա ինչ-որ մի ֆիրմայի անվանում է, բայց ամեն դեպքում, քանի որ ժողովուրդը այդպես գիտի, պահանջարկը օրեցօր մեծանում է, ինչ խնդիր հնարավոր է լուծել բոտոքսով եւ ինչ խնդիր հնարավոր չի լուծել եւ ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչ խնդիր հնարավոր է լուծել բոտոքսով։ Բոտոքսը դա նեյրոպրոտեինն է, բոտուլինոտոքսինն է, որը քարացնում է մկանի աշխատանքը։
Այսինքն, եթե մկանի շարժի պատճառով մենք ունենք իջեցում կամ ունենք գծեր ձևավորված, իդեպ շատ խոր է, չէ՞, սա ավելի պրոֆիլակտիկ մեթոդ է։ Այդ ամենը մենք ցանկանում ենք ավելի հարթել կամ այնպես անել, որ չխորանա, մենք կատարում ենք բոտուլինոթերապիա այդ հատվածում։ Բոտոքսի միջոցով օրինակ հնարավոր չէ լավացնել մաշկի որակը, հնարավոր չէ օստակնե սպիները բուժել, հնարավոր չէ գույնը լավացնել մաշկի։ Ինչ բարդություններ կարող են լինել։ Շատ հաճախ հանդիպող բարդությունը կոպի պտոզը, այսինքն երբ որ կոպը իջնում է, մի կոպը պացիենտի, հա, դա կարող կապված լինի եւ նյութի ագրեսիվության հետ, որը կիրառվում է շատ հաճախ դա հենց չինական նյութերի հետ կապված է լինում, եւ կարա լինի տեխնիկայի պատճառով, հա, շատ հազվադեպ է, որ պացիենտի անատոմիական առանձնահատկության պատճառով էլ շատ հազվադեպ է լինում։ Երկրորդ հաճախ հանդիպող բարդությունը բոտոքսի պարագայում այն է, որ պացիենտին դուր չի գալիս իր արտացոլանքը հայելու մեջ։ Երբեմն շատ լուրջ իջեցումներ, շատ լուրջ կնճիռներ ունեցող պացիենտներին մասնագետը կամ բժիշկը, որը ցանկանում է չմերժի, չկորցնի այդ պացիենտին, ասում է, հա, արի անենք, եւ այդ գործիքը ունի ինքը այդ պահին, հա, օրինակ սարքավորումներից է, թույլ իր արսենալը եւ այլն, եւ դա է հենց առաջարկում պացիենտին, որ չմերժի ու ունենում եք այսպես հոնքերի իջեցում, մռայլ հայացք, հա, այսինքն հարթ է, կնճիռ չկա, բայց գեղեցիկ չի, հա։ Եվ 6 ամիս պիտի այդպես շրջի միջև կան պրոցեդուրաներ, որոնք հանում են, ոչ 6 ամիս չի, բայց մի 2 ամիս հաստատ է։ Դրա համար էլի եմ ասում, վերապատրաստումներ, երբ որ դուք տեսնում եք, որ ձեր բժիշկը վերապատրաստման է, հա, նույնիսկ երբ որ զանգարում եք գրանցվելու ու ասում են, որ ինքը կոնգրեսիա չի կարող կամ վերապատրաստման, դրանից պետք է ուրախանալ, որովհետև նոր մեթոդները, ինչպես անել, որ մարդը մնա նույնը, բայց չունենա կնճիռներ, չունենա չհայաց, կոսմետիկ ուղղությունը այդ ուղղությամբ է գնում, ինչպես պահպանել։ Միանշանակ ամբողջ բժշկության ուղղությունն է այդ ուղղությամբ գնում, արդեն ունենք բավական մեծ փորձ հասկանալու համար, որ շատ ավելի հեշտ է պահպանել, քան կառուցել նորը, արդեն թուլացած հյուսվածքների վրա, արդեն օրգանիզմը ինչի, հա, եւ այլն եւ այլն։ Դեմքի որ հատվածներին չի կարելի անել բոտոքս։ Կարելի անել բոլոր հատվածներին, բայց ճիշտ ուղղություններով, ճիշտ դոզաներով, ճիշտ շերտում։ Դա պացիենտը հասկանում ամենի, չի կարող հասկանալ իր բժիշկը դա ճիշտ է կատարում, թե չէ պրոցեդուրայի պահին դրա համար հարցրեք ձեր շրջապատում ով է եղել այդ բժշկի մոտ, ինչ արդյունք է ստացել, տեսեք իր աշխատանքները, լսեք բժշկին, երբ որ ասում է, որ օրինակ չի ստացվի X կնճիռը հաղթել, որովհետև չափազանց շատ դոզա պետք է օգտագործենք, ձեզ կվնասի, հա, այսինքն մի քանի տեղից ինֆորմացվեք, արդյոք ապահով ձեռքերում եք եւ ժամանակին սկսեք կատարել պրոցեդուրաներ, որ այնքան բարդացած վիճակում չլինեք, որ մեծ դոզաներ օգտագործվեն բարդությունների հավանականությունը մեծանա։ Ակնհայտ կնճիռներ չկան։ Այո, ակնհայտ, այս շատ ճիշտ ասացիք, ակնհայտ, երբ որ չկա, եթե արդեն ակնհայտ է, ձեզ արդեն պետք է լինելու շատ ավելի եւ ծախսատար եւ ժամանակային առումով ծախսատար պրոցեդուրաներ այդ ամենը շտկելու համար։ Եթե ձեզ համար դա կարեւոր է, իհարկե կան մարդիկ, որոնց չի խանգարում իրենց կնճիռը եւ դա նույնպես ողջունելի է։ Եթե կարեւոր է, եթե ազդում է ձեր տրամադրության կամ կյանքի որակի վրա, միանշանակ կարելի է սկսել զբաղվել մի փոքր շուտ։ Վերջին ուսումնասիրությունների մեջ կան բաներ, որոնք ժխտում են նախկինում եղած մոտեցումներ, որ դա ձեզ էլ է զարմացրել։ Ահա։ Զարմացնել չի ասի երևի, չգիտեմ, միշտ եղել եմ այդ պահպանողական մոտեցման կողմնակիցը, հենց այդ աչքի ֆիլերի հետ կապված, հա, որ այդքան է ցանկալի չի կատարել, ոչ թե հակացություն է, այլ որ հաստատ մի 10 տարի հետո հանելու ենք այդ ֆիլերը։ Այնպես չի, որ դա հանցագործություն է կատարել, կարելի է կատարել եւ կարելի է հետո հանել, եթե պետք չի այլևս կամ գեղեցիկ չի այլևս։ Բայց օրինակ այդ պարագայում միշտ ինտուիտիվ զգացել եմ, որ այդքան էլ սրտովս չի այդ պրոցեդուրան ու այդպես էլ պարզվել է, որ այդտեղից չի ներծծվում ֆիլերները եւ ցանկալի չի կատարել, ցանկալի է դիմել ավելի վերականգնող, սնուցող միջամտությունների։ Ցելյուլիտը վերացնելու գործուն մեթոդներ կան, թե զուր ժամանակի եւ միջոցների վատնում է։ Կոլեգա ունեմ, այլ մասնագետ եմ, ասում տոկչի, մի հետաքրքիր արտահայտություն արեց մի օր, ասում առողջ կինը պետք է ունենա անոթային աստղիկներ եւ ցելյուլիտ, հորմոնալ առումով, որովհետեւ ցելյուլիտը հիմնականում էստրոգենների բարձրացման, հա, կանացի հորմոնների բարձրացման արդյունք է, նկատած կլինենք, որ հղիության ժամանակ է շատանում ցելյուլիտը եւ անոթային աստղիկները, միայն դա ծանրությունից չի երեխայի, հա։ Մենք էլ ունենք հորմոնալ տատանումներ ամսվա ընթացքում, հա, բոլոր կանայք, բայց միանշանակ դա մի քիչ կատակել է, քանի որ եթե մենք
գեղեցիկ ճիշտ ձևով զբաղվենք մեզանով, ունենանք գոնե առաջին աստիճանի ցելյուլիտ, ոչ թե 4-րդ աստիճանի, արդեն ֆիբրոզ ձևով ձևավորված։ Ցելյուլիտի վերացումը դա ապրելակերպ է, Հեղինե ջան, իմ կարծիքով, հա, դա սպորտի նման ինչ որ մի բան է, չէ՞ որ մենք չենք պահանջում, որ մենք գնանք սպորտի ամսվա մեջ 1 անգամ կամ տարվա մեջ 2 անգամ գնանք սպորտի եւ ունենանք գեղեցիկ մարզիկի մարմին։ Նույնը ցելյուլիտը դա մեր մարմնի մի մասն է, որ եւ նստակյաց ապրելակերպ, ծխել, շաքարի օգտագործում, հա, այս բոլորը նպաստում են բացի հորմոնալ ֆոնը։ Իսկ բժիշկը կարող է մաշկաբանություն պրոցեդուրաներ անել։ Միանշանակ, այո, կարող է, Հեղինե ջան։ Լիարժեք արդյունք ստացվում։ Լիարժեք կարող ենք ստանալ արդյունք, բայց եթե պացիենտը արդեն գնա տուն, շարունակի ծխելը, լավ, գոնե շաքարի օգտագործումը չքչացնի, չզբաղվի ընդհանրապես սպորտով, որոշ ժամանակ հետո դա հետ կգա։ Այսինքն մենք կարող ենք օգնել պացիենտին լրիվ նոր էջից սկսել, հա, եւ ապարատային եւ ներարկումային շատ լավ պրոցեդուրաներ կան, որոնք միանշանակ, հա, ունենք պացիենտներ, որոնք հասնում են շատ լավ արդյունքների, միանշանակ օգնում են, բայց պետք է պատկերացնենք, որ կոսմետոլոգի այցելությունը դա դպրոցն է, որտեղ մենք գնում ենք, ինչ որ մի բան քաղում ենք, ստանում ենք, բայց մենք չենք կարող տնային աշխատանք չկատարել եւ ցանկանալ ունենալ օրինակ 18-17 տարեկան աղջկա մարմին, երբ որ չենք աշխատում մեզ վրա, ցավոք դա բնությանը հակասում է, դրա համար մի փոքր էլ տաննել պետքա ինչ որ ջանքեր անել։ Դուք նաեւ հղիազոլերի մասին խոսեցիք, հնարավոր է դա կանխել, կան քսուկներ, որ խորհուրդ է տրվում այդ 9 ամիսների ընթացքում օգտագործել, դրանք իրական ազդեցություն են ունենում, թե ամեն դեպքում մեծ դեր ունի գենետիկան։ Գենետիկան իհարկե մեծ դեր ունի, քաշի ավելացումը մեծ դեր ունի, իհարկե որոշ նորմա կա, որ հղիները պետք է ավելացնեն, նորմալ էլ չի, որ չավելացնեն, ըստ իրենց քաշի, իրենց բժիշկը հաշվարկում է դա եւ ասում է, որ այսքանից ավել դա արդեն օրինակ գիշերվա 2-ին ինչ որ բուրգերներ կամ ինչ որ sense բաներ ուտելը այդքան էլ օգտակար չի երեխային եւ հղիին։ Քաշի ավելացումն էլ կապ ունի, գենետիկան նույնպես կապ ունի, կան այդպիսի մաշկեր, որ մի բան լինում է, միանգամից տեղը մնում է, հա, բայց իհարկե լավ խոնավացումը կապ ունի։ Ինչքան լավ խոնավացնենք, գուցե օրինակ 5 հղիազոլի փոխարեն գոյանա 2-ը, հա, ավելի հեշտ լինի, ավելի արագ լինի, դրանց դեմ պայքարել եւ արդեն հենց կերակրման շրջանից իմ խորհուրդն է, որ այցելեք այնպիսի կլինիկաներ, որոնք ունեն հնարավորություն կերակրման շրջանում գոնե ապարատային մեթոդներ, գոնե խնամքային մեթոդներով օգնել ձեզ վերականգնել, քանի որ ինչքան թարմ է հղիազոլը, այնքան հեշտ է դրանից ազատվել կամ գոնե փոքրացնել ծավալը։ Նույնը վերաբերում է նաև սպիերին, չէ՞, դեմքի վրա պոստակն է սպիներին, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան հավանականությունը ավելի փոքրանում է, որ դրանք կհղկվեն։ Միանշանակ թարմը ավելի, այն որ ասում են երկաթը պետքա տակ-տակ ծեծել, հա, թարմը ավելի հյուսվածքը ենթարկվող է, մանավանդ փոքր տարիքում, ինչքան որ փոքր է երիտասարդ պացիենտը, այնքան արագ է տրվում վերականգնողական միջամտությունների, այնքան արագ է ինքը արձագանքում։ Դրա համար մենք շատ խորհուրդ ենք տալիս, որ մի թողեք նույնիսկ դեռահասներին, հա, ասեք, որ կմեծանա կանցնի, սպիացում է գնում իրանց դեմքին, հա, խորը ակնեի պարագայում, այդ սպիներն էլ թողում են սպիներ եւ հոգեբանության վրա եւ ընտրությունների վրա իրանց կյանքում կատարած, հա, դա ծնողին թվում է, լավ երեխա է, ինչ հա, որ որոշ ծնողների, հա, ոչ բոլորին իհարկե, որ կանցնի, կմեծանա, կանցնի, բայց այդ երեխան ունի իր ներքին կյանքը, ինքը ընկերներին է ընտրում, ըստ իր դեմքի, այդ տարիքում շատ կարեւոր է իրանց համար, ինքը, չգիտեմ, սիրած մարդուն է ընտրում, իր աշխատանքը, հա, շատ կոմպլեքսներ են ձեռք բերում։ Հետաքրքիր է, չէ՞, մոտեցումը, որ լրիվ հակառակ ուղղությամբ է, թվում է, թե ինչքան ժամանակ անցնի, այդ սպին կլծվի, կանցնի, բայց հակառակն է, որքան ժամանակ է անցնում, այնքան հավանականությունը նույնիսկ միջամտությունների միջոցով շտկելու փոքրանում է։ Միանշանակ միշտ պացիենտներիս էլ ասում եմ, որ կյանքի օրենքները նույնն են բոլոր ոլորտներում, դա կոսմետոլոգիան է, սրտաբանությունն է, ուսուցումն է, կրթությունն է, հա, հարաբերություններն են, չէ՞ որ երբ մենք մեկին նեղացնում ենք, ինչքան երկար ժամանակ անցնում, այնքան դժվար ենք հետ կոնտակտ գտնում, երբ որ ինչ որ մի բան կիսատ ենք սովորում, հետո ժամանակ տարիների ընթացքում դժվար ենք դա վերականգնում, ավելի քան թե եթե այդ սխալը այդ պահին ուղղենք։ Նույն բանը կոսմետոլոգիայի մեջ է։ Խնդիրը առաջացած պիտի լուծենք։ Հիմնականում CO2 շտկումների միջոցով է արվում պոստակնե հետքերի այդ սպիերի բուժումը, թե այլ բաներ էլ եք առաջարկում։ Պոստակնե հետքերը շատ տարբեր են լինում։ Մեկի մոտ օրինակ պիգմենտի ձևով է, հա, շագանակագույն բծեր են դեմքի վրա։ Մեկի մոտ փոսիկներ են հենց։ Այ դա շատ ցանկալի է CO2 լազերի միջոցով հղկել։ Մեկի մոտ օրինակ կարմիր բծեր են, հա, մանավանդ են թարմ վիճակում կարմիր էրիթեմա կոչվում,
այդ կարմրությունը բորբոքումից հետո կարմրություն է մնում դեմքին։ Այդ դեպքում օրինակ անիմաստացիա երկու լազեր անել։ Այդ դեպքում առաջարկում ենք օրինակ ֆոտոթերապիան, որը նույնպես հիանալի լուծում այս խնդիրը։ Պիգմենտների դեպքում նույնպես առաջարկում ենք ֆոտոթերապիան։ Հաճախ կիսատ բուժված են պացիենտները, արդեն 1-2 ցանավորում է իրանց վրա, բայց կիսատ բուժված ցանկանում են հղկել հենց այդ փոսերը, որոնց ժամանակ ցուցված է CO2 լազերը։ Բայց երբ որ կան էլեմենտները, մենք ռիսկ ունենք կրկնողության հիվանդության։ Դրա համար լրիվ պետք է բուժվի պացիենտը։ Ինչ խորհուրդ կտակ կանանց, ինչպիսի խնամք իրականացնեն, այստեղ էլ ծայրահեղություններ կան, չեմ, երբեմն մենք Instagram-ում տեսնում ենք 5-6 փուլերով լվանալ, հետո խոնավեցներ, հետո մեկ այլ խոնավեցում, մյուս պրեպարատը, մինիմալը, որ պետք է կիրառել հնարավորինս երկար, երիտասարդ եւ առողջ մաշկ պահպանելու համար։ Առաջինը դա անպայման պետք է մաքուր պահել մաշկը, մաքուր պահել նշանակում է ոչ թե միցիլիարով ուղղակի մաքրել կամ կաթիկով մաքրել, հա, եւ հետո չլվանալ, նշանակում է անպայման հանել մեյքափը հատուկ նյութով, լվանալ հատուկ գելով նախատեսված ձեր մաշկի տիպի համար, հա, մաքուր մեկ-մեկ ծայրահեղ ձևով մեր հայ մաքրասեր կանայք հասկանում են, որ պետք է այսպես շատ մաքուր լինի մաշկը, ճռճռոց նույնիսկ զգան, այդ նորմալ չի, մաքրել գելով, հետո անպայման օրը 2 անգամ էլ գելով, թե կարելի է մեկ անգամ գելով, այս պահը կուզեի ասել, որ օրինակ ես ինքս մեկ անգամ եմ կիրառում, հա, որովհետև չունեմ ցանավորվող մաշկ, հա, քիչ է լինում ինձ մոտ, ես այդպես եմ ինտուիտիվ զգում, ամեն դեպքում մարդը իր մարմինն էլ պիտի ճանաչի, մեկ անգամը մինիմումն է, թե երկրորդը արդեն ըստ ձեր զգացողության, հա, կարող եք օգտվել, եթե բուժումը իհարկե բժիշկն է ասում, բայց առօրյան կարող եք ինքներդ զգալ, ձեզ ցանկանում եք ջրով, թե ցանկանում եք գելով, բայց մեկ անգամ եթե մանավանդ շպարվել եք, պարտադիր պետք է լվանալ։ Երկրորդը դա անպայման խոնավացումն է, հա, ըստ մաշկի տիպի։ Խոնավացնող քսուկ։ Այո, քսուկ, ֆլուիդ, ինչ որ մի բան, որը որ ըստ ձեր մաշկի տիպի է, չի նշանակում օրինակ որ ունենք յուղոտ մաշկ չպետք է խոնավացնենք, հա, իրենց համար նախատեսված կան կրեմեր։ Երրորդը դա արևապաշտպանը ամռան եւ գարնաշրջանում եւ ձմռանը, եթե շատ եք լինում դրսում, կամ կատարում եք որոշ պրոցեդուրաներ, պիլինգներ, կամ ունեք հորմոնալ խախտումներ, որոնք տրամադրում են պիգմենտացիայի առաջացմանը։ Իհարկե խորհուրդ կտամ բժշկի նշանակմամբ մի հատ էլ ինչ որ շիճուկ ունենալ կամ երեկոյան կամ առավոտյան։ Ռետինոլներ են դրանք, տարածված է վիտամին C-ի կիրառումը։ Մարքեթինգ էլ կա դրա մեջ, որ եւս, բայց կան պացիենտներ, որոնք ունեն իրոք կարիք, հա, մեկ-մեկ մոտենում են, ասում են, դե ես ամեն ինչ անում եմ, լվացվում եմ, խոնավացնում եմ եւ այլն, բայց օրինակ պացիենտը ունի պիգմենտ, գույնը լավը չի մաշկի, հենց դա է իրան անհանգստացնում։ Այս դեպքում այո, ավելացնում ենք ըստ խնդրի շիճուկ։ Ռետինոլ կարող ենք ավելացնել, եթե ունի օրինակ ցանավորումներ, լայնացած ծակոտիներ, պիգմենտացիա ունի միաժամանակ, այսինքն օրինակ կարող ենք ընտրել մի շիճուկ, որը կլուծի մի քանի խնդիր այս պացիենտի մոտ։ Դրա համար նույնպես պետք է զննել, մոտիկից ուսումնասիրել։ Օրինակ կարող է եւ ունի պոստակնե հետքեր, եւ ունի պիգմենտացիա։ Այս դեպքում կընտրենք ռետինոլի տարբերակը։ Կարող է ունի ուղղակի խամրած մաշկի գույն եւ պիգմենտացիա։ Այս դեպքում վիտամին C-ի տարբերակը կընտրենք, հա, որովհետեւ մեկ բան վերցնի պացիենտը եւ շատ հարցեր լուծի դրանով։ Այսինքն շատ տարբեր բաներն էլ շատ խրախուսելի չի օգտագործել։ Երբեմն լինում է, որ մաշկը փչանում է հենց դրանից, հա, երբ որ շատ միքսեր են անում պացիենտները ու արդեն չես նույնիսկ մասնագետը չի հասկանում, որից ինչ ստացվեց մեզ մոտ, դրա համար պետք է ունենալ, այսպես ասած, մինիմումը, այս մի քանի 3-4 պրոդուկտը տանը, դա փոխել ըստ սեզոնի, ըստ բժշկի խորհրդատվության, հա, այսինքն մոտենալ, տեղում քննարկել, հասկանալ այս պահին ինչի կարիք ունի մաշկը, հա, 6 ամիսը մեկ կարելի է այդպիսի խորհրդատվություն անցկացնել եւ արդեն համատեղել որոշ ապարատային կամ ներարկումային միջամտությունների հետ։ Եվ մենք ունենք հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում։ Ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Ամենաբարդ խնդիրներից ունեցել եմ, արդեն վերջացրել ենք աշխատանքը, շատ խորը պոստակն է սպիներ պացիենտկայի մոտ, որը շատ գեղեցիկ աղջիկ էր։ Բախտավոր եմ, որ այս իմ այցելուն ունեցել է եւ համբերություն, եւ նվիրվածություն, եւ գիտակցություն, որ դա 1 վայրկյանում հնարավոր չէ բուժել, նույնիսկ եթե դու ամենալավ մասնագետն ես, ու մենք երկար ճանապարհ ենք իրար հետ անցել եւ շատ նկատելի տարբերություն ենք տեսնում։ Փառք Աստծո, փոխվել է եւ պացիենտի կյանքը եւ ես եմ շատ ուրախ որպես մասնագետ։ Եթե կարողանեք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը, որը կլիներ։ Մասնագիտական կանոն կարող եք ասել։ Մասնագիտական կանոն։
Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ովքեր են զբաղվում ձեր գործով, որ պիտի չզբաղվեն։ Ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում այլ ցանկացած մասնագիտություն իջեցնել կամ ասել X մարդը, չգիտեմ, վատա, որ բժիշկ չի եւ այլն։ Հա, բայց ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, հա։ Մեր աշխատանքով իրավունք ունեն զբաղվելու բժիշկ, մաշկաբան, կոսմետոլոգներ եւ պլաստիկ վիրաբույժները։ Վերջ, այդքանը։ Եվ այն բժիշկները իհարկե որպես երկրորդ մասնագիտություն, եթե վերապատրաստվել են, անցել են կլինարդինատուրա եւ այլն, որովհետեւ շատ հաճախ հենց գործի մեջ, հա, ես տեսնում եմ, որ կարիքը կա այդ կրթության, այսինքն մենք պիտի ունենանք ընդհանուր բժշկական կրթություն, առնչվում է տարբեր հիվանդություն, օրինակ մարդ է եկել, ասում է ես ունեմ գայլախտ, ինձ կարելի է այս պրոցեդուրան կատարել, եթե դու չգիտես գայլախտն ինչ բան է, օրինակ ինչպես կարող ես կատարել։ Բոլորը զբաղվում են կոսմետոլոգիայով, մեկ-մեկ պացիենտները ասում են, հա, իմ մորքուրի աղջիկն էլ է անում գործից, բայց տանը 2 ամիս սովորել։ Հա, 2 ամիս սովորեց, սերտիֆիկատ ստացավ, բայց տանը արհեստ չի։ Սա մասնագիտություն է։ Արհեստին տիրապետելը շատ լավ բան է, բայց սա բժշկական մասնագիտություն է, ներողություն սխալ արտահայտվեցի, հա։ Այսինքն պարտադիր պետք է լինի բժիշկ, դա առաջին հերթին։ Երկրորդ հերթին արդեն իր գործի մեջ արդեն վարպետացած, ավելի արդեն խորացված եւ կրթված մասնագետ, հա, բայց բժիշկը պարտադիր է։ Ամենավատ աշխատանքը, որ ստիպված եք եղել անել։ Էմոցիոնալ առումով երևի, հա, երբեմն կոնսուլտացիաներ են լինում, երբ որ պացիենտը արդեն համոզված իրան ինչա պետք, լրիվ 100%-ով արդեն վստահ իրան ինչա պետք, ոչ մի ձևով չի ընկալում քո ասելիքը, ոչ մի ձևով։ Հա, չէ, կներեք, ես հիշեցի կոնսուլտացիա, երբ որ պացիենտը շատ խաբված էր այլ բժիշկների կողմից եւ միանգամից շատ հարցակվողական եկել էր եւ արդեն գոռալով կոնսուլտացիայի ժամանակ հա շատ ագրեսիվ էր իրեն պահում ու այտենց չէր ընկալում ինչ ես ուզում իրեն հասցնես, հա, էմոցիոնալ առումով դա երևի իմ ամենածանր աշխատանքներից մեկն է եղել, երբ որ ստիպված եղա մերժեմ պացիենտին, որովհետեւ ինչ էլ որ ես անեի, նա արդեն իրեն նախապես խաբված էր զգում։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Ունենք թերություններ, հա, եւ կարող են քննադատել ամեն ինչի համար։ Օրինակ ես շատ սիրում եմ իմ աշխատանքը, շատ նվիրված եմ, երբեմն ինչ որ բաներ կարամ զոհեմ դրա համար, հա, ինչ որ բաներ չհասկանամ, որ օրինակ դիմացինս գուցե ուզում է հանգստանա, գուցե չի ուզում այն տեմպի տակ լինի, ինչ որ ես, հա, շրջապատում։ Գուցե դրա համար, չգիտեմ։ Ձեր տեսած ամենազդեցիկ տեսարանը։ Սարերից Ալպերն էին, իմ տեսած ամենազդեցիկ տեսարանը, որովհետև դու քեզ զգում ես լրիվ առանձնացած աշխարհից, հա, ու կարողանում ես քո կյանքը հեռվից պատկերացնել ու այդ պահին չես կարողում գիտակցել, որ իրոք աշխարհում այսպիսի վայր կա, որ դու գտնվում ես միաժամանակ գետնի վրա ու երկնքում։ Իսկ ավելի էմոցիոնալ առումով դե շատ կան հատկապես վերջերս, հա, էմոցիոնալ տեսարաններ եւ մեր երկրում եւ աշխարհում, հա, ցավոք երբեմն վատ առումով։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն ինչ դուք կաք հիմա։ Միանշանակ ծնողներս, թեև տվող ծնողներ են եւ ընտանիքս, իմ երեխաներս, ամուսինս, իրենք են ինձ ոգեշնչողը, իրենք են, որ ինձ չծանրացնելով առօրյա ինչ որ բաներով, որոնք որ ճնշում են շատ կանանց, հա, թեև են տալիս, օգնում են, որ առաջ շարժվեմ, եւ միանշանակ կյանքի ինչ որ դրվագներ կլինեն կյանքում, փորձ կլինի կյանքում, հա, ինչ որ բաներից գուցե նեղվել կլինի, ինչ որ բաներից ոգևորվել կլինի, որ օգնում է մեզ լինել այն ինչ որ մենք կանք, հա, հատկապես լինում է, որ ինչ որ տրավմատիկ սիտուացիաներին մենք պատասխանում ենք ավելի շատ աշխատելով, ավելի շատ զարգանալով։ Հնա կան դիմագծեր, որ դուք համարում եք, որ դրանք մոտ են իդեալականին կամ շատ սիրուն են։ Որ ժամանակ առաջ կանայք գալիս են ինչ որ աստղերի նկարներով եւ ուզում էին հիմա կարծեմ գալիս են ավելի շատ ֆիլտրների այդ ազդեցությունները ստանալու, որովհետեւ դա արդեն իրենց տարբերակն է ավելի իրենց ցանկությամբ արտադրված։ Գիտեք, ունեցել եմ հենց վերջերս եւ վերջին շաբաթվա ընթացքում պացիենտ, որ ուզում էր Kylie Jenner-ի դիմագծերին նմանվեր, հա, իհարկե ասեցի, որ հնարավոր է մի փոքր նմանվել, բայց հիշի, որ դա անցնելու է։ Հիշի, որ մի փոքր կարելի է ոճը նմանեցնել, հա, բայց հիշի, որ դա անցնելու է եւ ցանկությունը նույնպես անցնելու է։ Ես գիտեք, կյանքի մանրուքները նկատող եմ առհասարակ գեղեցկությունը, հա, նույնիսկ լինում է օրինակ ժպիտի կնճիռները աչքերի շուրջ, երբեմն պացիենտների մոտ նույնիսկ, հա, ինձ գեղեցիկ են թվում դրանք։ Ամեն ինչի մեջ իր գեղեցիկ մի մասը նկատում եմ, հա։ Դրա համար չեմ նշի ոչ մեկին, որը անթերի է իմ համար։ Իսկ ամենաշատ ինչ անուններ են տալիս հիմա։
Եվ Կայլի Ջեյների անունն են տալիս, Քիմ Քարդաշյանին արդեն անցյալում է։ Չէ, իմ մոտ չեն տալիս անուններ։ Ինքնավստահ են իմ պացիենտները, սիրում են իրենց, ես էլ շատ սիրում եմ իրենց դիմագծերը, ցանկացած մեկինը։ Ընդգծում ենք մի փոքր դա, մի փոքր ինչից որ կոմպլեքսավորվում է մարդը, մի փոքր շտկում ենք, բայց սիրեք ձեր անձը, հա, եւ եղեք ձեր, իսկ մի փոքր ավելի խնամված, ավելի լավ տարբերակը։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Սիրելի ֆիլմը, գիտեք, անունը չեմ հիշի հիմա, մի ֆիլմ կա, պարսկական ֆիլմը, երեխաների մասին է, քույր ու եղբոր, եղբայրը կորցնում է քրոջ կոշիկները, ու թե ինչպես այդ եղբայրը պայքարում, հիմա ասում եմ ու հուզվում եմ, քրոջ համար կոշիկներ շահի մրցույթի ժամանակ վազքի, ու այդ մանկությանս շատ տպավորված ֆիլմ է, ես էլ եղբայր ունեմ, հատկապես այդ տեսարանը, շատ մանուկ փոքր ժամանակ եմ նայել այդ ֆիլմը ու վերջերս վերանայեցի, եթե չեմ սխալվում, անունը Երկնքի երեխաները, Дети небес։ Այդ երկու բառը հաստատ կա անվանման մեջ։ Գրքերից այս վերջերս կարդացի, շատ սիրեցի День, когда я научился жить գիրքը շատ հետաքրքիր տեսակետ էր հատկապես իմ նման մարդու համար, ով որ շատ աշխատում ժամանակային առումով շատ եմ տրամադրում աշխատանքին, թե ինչքան շատ գեղեցիկ բաներ կան մեր կյանքում, հիշեցնում է գիրքը, բացի աշխատանքից ու ինչքան կարևոր է հավատարիմ մնալ ներքին սկզբունքներին, որոնք քեզ իրոք երջանկացնում են, որոնց հետևելով դու իրոք գլուխդ հանգիստ ես դնում բարձին, գուցե ինչ որտեղ պարտվում ես, ինչ որտեղ չես շահում, բայց պետքա սկզբունքներին քո մարդու տեսակին հավատարիմ մնաս, այդ գիրքը դրա մասին էր։ Շնորհակալություն։ Ասում եմ շնորհակալ։